Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեվոր սպասավորների դեմ։ Նրանց նկատմամբ պատերազմը արդեն սկսել է գոտկատեղից ներքև մեթոդներ կրել։ Իսկ այդ ամենին ի պատասխան եկեղեցին երեք ընդամենը հանդես եկավ մի անատամ հայտարարությամբ, որից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ է եկեղեցու ուզածը եւ ինչպես է պատրաստվում պայքարել Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունների դեմ։ Մեդիապա այս պահին գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում, որտեղ մենք փորձենք գտնել նախ հոգևորականների, ապա նրանցից որոշ հարցերի պատասխաններ ստանալ, թե ինչ են մտածում Փաշինյանի հայտարարություններից սկսած արշավի մասին եւ արդյոք բավարարվելու են միայն այս անատամ հայտարարությամբ, թե ինչ որ քայլեր են ձեռնարկելու։ Բարև ձեզ, մենք ձեզ ենք փնտրում։ Մի քանի հարց ենք ուզում Տեր-Եսայի հետ խոսենք։ Տեր-Եսայի հետ գիտենք, չէ, ուզում ենք իմանալ դուք ինչպես եք արձագանքում Փաշինյանի ասածներին։ Միայն հայտարարություն անելով բավարարվելու եք։ Տեր-Եսայի հետ խոսեք, մի նկարեք։ Տեր-Եսայի հետ կխոսենք, հանգիստ, հայ։ Ասում եմ մի նկարի նորից շարունակում ես։ Նիկոլի վրա գնացեք գոռացեք, հայ։ Մենք ձեզ մի հարց ունենք, ձեզ ինչպես դիմենք։ Վարդան Սրբազանն եմ։ Սրբազան հայր, ես լրագրող եմ, Վահեն Մակարյան։ Եկել ենք Մայրաթոր հասկանալու, թե իշխանությունների կողմից այս պատերազմին, արշավին ինչպես է պատրաստվում դիմակայել եկեղեցին։ Երեկվա հայտարարությունից դուրս։ Ինձ թվում է երեկվա հայտարարության մեջ ամեն բան ասված է հստակ կերպով եւ ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որ ընտրված է, ճիշտ շիտակ ճանապարհ չէ, որտեղ Facebook-ը եւ Դիմատետրը այն դաշտը չէ, որ պետք է հայ եկեղեցու զավակը խոսի իր ծնողի հետ, իր եկեղեցու հետ։ Ես կարծում եմ, եթե անձնապես ինձ եք հարցնում, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ այդ հարցերը գալ քննարկել ծնողի հետ, զրուցել, ստանալ պատասխաններ, եկեղեցին ու վեհապար հայրապետը միշտ ասել են, որ յուրաքանչյուր արդար եւ մեղավոր զավակի առջև եկեղեցու դռները բաց են։ Տպավորությունը, որ անատամ հայտարարություն էր եւ սրանից հետո մենք այսօր առավոտյան էլի տեսանք Փաշինյանի հերթական ոնց որ ոտնձգությունը եկեղեցու դեմ։ Եկեղեցին երբեք իր զավակների վրա ատամ ցույց չի տալիս։ Այդ երևույթը սխալ է։ Այսինքն այդպիսի բան չկա, մեղավոր թե արդար, բոլոր զավակների առջև եկեղեցին բաց է։ Մի հարց կարելի է ձեզ շտապում եմ դիմակայել։ Շտապելով պատասխանենք։ Մենք ուղղակի հոգևորականներ ենք փնտրում, որոնք կարձագանքեն Փաշինյանի այս արշավին եկեղեցու դեմ։ Հասկանալի է, ժամերգությանը կմասնակցենք։ Կասեք ինչպես եք արձագանքելու։ Այս հայտարարությամբ ավարտվելու է։ Այսօր Փաշինյանը գրել է, որ ուզում են ներողություն կաթողիկոսի զավակի մասին ինչ որ ճշտումներ է ուզում անել։ Դուք տեղեկություն ունեք։ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավը նորմալ է, դուք որպես եկեղեցու սպասավոր ինչպես եք գնահատում։ Ես տրամադրություն չունեմ խոսալու։ Մենք էլ տրամադրություն չունենք, որովհետև երկրի ղեկավարը մի քանի օր է արշավ է սկսել պատերազմը։ Պահապան ձեզ, բոլորիս իմաստուն։ Աստված պահապան հայ առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավորներին, քանի դեռ չեն քանդել այն։ Դուք ինչպես եք վերաբերում Փաշինյանի այս արշավին։ Շատ վատ։ Մենք մի քանի հարց ունենք ձեզ, լավ է որ երկուսով եք։ Դուք տեսնում եք ինչ արշավ է տեղի ունենում հայ եկեղեցու դեմ իշխանությունների մասնակից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնը երեք պաշտոնական էջով։ Այդ կարդալուց հետո ենք եկել, ընդհանրում եք, որ տեղակ են, չէ՞։ Բարձրաստիճան հոգևորականներից պատասխան։ Դուք որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր ինչ ունեք ասելու։ Այսքանով ավարտվելու է ձեր արձագանքը, թե այլ քայլեր կլինեն, որպեսզի կասեցնեն Փաշինյանի այս արշավը ձեր դեմ։ Չգիտեմ, բայց իմ խորհուրդն է, կոչն է, որպեսզի որդիական խոնարհում ունենան եկեղեցու հանդեպ եւ վերջ տան իրենց ամբարտավան քայլերին, այդքան։ Ձեզ ինչպես դիմենք իդեպ, ձեզ ինչպես դիմենք։ Հայր Մաղաքյա։ Հայր Մաղաքյա, տեսեք, երեկվա ձեր ծավալուն հայտարարությունից հետո Փաշինյանը այսօր կաթողիկոսի զավակների գոյությունն է ուզում ճշտել։ Արտաները կպատասխանեն։ Նրանց էլ ենք դիմել, նրանց էլ ենք հարցրել։ Ուրեմն իրենցից հետո ես իրավասու չեմ համարում ինձ եւ ճիշտ չեմ համարում պատասխանել։ Մի ընդհանուր գնահատական, երբևէ կպատկերացնեք, որ իշխանությունը այսպես պատերազմի մեջ կմտնի եկեղեցու դեմ։ Եկեղեցին միշտ էլ տեսել այդպիսի պատերազմներ թվացial եւ տեսնում եք կհաղթահարեք այս ամենը։ Անպայման։ Թե Փաշինյանին կհաջողվի օրինակ գահանկեց անել վեհապար հայրապետին, փոխել իր ուզած մարդուն նշանակել այստեղ։ Երբեք իշխանությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Ինչպես ցույց դիմենք։
Ես Տեր Առեն Քահանան եմ։ Տեր Առեն, դուք տեղյակ եք վստահաբար եկեղեցու դեմ այս իրականացվող արշավից, ինչպես կարձականք եք, բացի երեկվա արձագանքին, ինչ որ մենք տեսանք, այլ քայլեր լինելու են, որպեսզի կասեցնեն Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը պատշաճ կերպով դիրքորոշում է հայտնել, առաջնորդվեք այդ տեղեկատվությամբ, որը տարածվել է։